Հունվարի 28-ին Մոսկվայի Պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հանդիպել է հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopոսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի Պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից։ Միտրոպոլիտ Անտոնին իր աջակցությունն է հայտնել, ընդգծելով, թե ռուս ուղղափառ եկեղեցի խորապես մտահոգված է եւ անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը։ Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հրյա ծայրահեղականը թքում հայ քահանայի ուղղությամբ Երուսաղեմի հայկական թաղամասում։ Տեսանյութը X սոցիալական հարթակում հրապարակել է մի լրագրող, որը հրապարակման կից գրել է. Այսպիսին է Սուրբ Հողում քրիստոնյա հայերի առօրյա իրականությունը։ Երուսաղեմի հայկական եկեղեցու վարդապետ Էմանուել Աթանջյանը ժամին փոխանցում է, թե հրյա ծայրահեղականների սադրիչ գործողությունների բուն նպատակը հայ հոգևորականներին կովերի պարտեզից հեռացնելն է։ Հոգևորականը հիշեցնում է, որ այդ տարածքի սեփականության հարցը այժմ քննարկվում է դատարանում։ Նա նաև տեղեկացնում է, որ Երուսաղեմում գործող եկեղեցական կառույցները համատեղ նման միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ են հավաքագրում դատարանին ներկայացնելու համար։ Փետրվարի վերջին լրացուցիչ քննություն կկազմակերպեն այն դիմորդների համար, որոնք եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել ներկայանալ։ Գնահատման թեստավորման կենտրոնը հայտնել է, որ քննության օրվա եւ վայրի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության 2026 թվականի ձմեռային փուլը հայոց լեզվի եւ հայ գրականության միասնական քննությամբ։ Քննությունները կկայանան առաջիկա 3 շաբաթ-կիրակի օրերին։ Հայաստանում 2025-26 ուսումնական տարում 777 երեխա սահմանված ժամկետից ուշ է դպրոց գնացել եւ ընդգրկվել է անմիջապես 2-րդ, 3-րդ, մեկ դեպքում էլ 4-րդ դասարաններում։ Ծնողները բողոքում են, որ այս մոտեցումը երեխաների մոտ առաջացնում է ուսումնական ու հոգեբանական խնդիրներ, ինչը ի դեպ արձանագրել է նաեւ օմբուդսմենը։ ԿԳՄՍ-ն սակայն չի համաձայնում բողոքների հետ, նշելով, որ փոփոխությունը զսպող մեխանիզմ է եւ զգալիորեն նվազեցնում է ուշ դպրոց գնացող երեխաների թիվը։ Նախկինում մոտ 3000, այժմ 777-ն է։ Նախարարության պնդմամբ երեխաների շուրջ 80%-ը կարողացել է հաղթահարել սկզբնական դժվարությունները եւ սովորում է հասակակիցներին համընթաց։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։